ովքեր կառուցեցին այդ եկեղեցին։ Սովետականության տարիներին։ Չէ, ես ասում եմ նոր անկախ Հայաստանի ժամանակ այդ եկեղեցին կառուցվել է 2018-19 թվականին է բացվել եւ այնտեղ օծման համար էլ խնդիր կար, այսինքն մայրաթորից չէին գալիս օծելու։ Ըստ խոսակցությունների մակարդակի եմ ասում էին գումար են պահանջում, որպեսզի գան օծեն, բարերարները չէին պատրաստվում գումարը տալ։ Հետո այնտեղից որ մարդիկ եկել էին, որ խաչքար տանեին, 5-րդ դարի խաչքարի մասին է խոսքը, թաղի բնակչությունը դուրս եկավ փողոց չթողեց, որ այդպիսի խաչքար տանեն, դրանից հետո բայց չգիտես ոնց գիշերվա ժամին մեկ էլ հասկացանք, որ այնտեղի խաչքարը ըստ էության չկա, հիմա այդ մասին մենք մարդիկ կան, ովքեր զբաղվում են հասկանալու համար որտեղ է խաչքարը, դրա համար ես ինչ որ ավելյալ բան չեմ ասում, ինչեւ հասկանանք որտեղ է։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ինչ հայտարարի, դուք ողջունելու եք։ Չէ։ Ձեր հարցադրումը ճիշտ չէ։ Ինչ հայտարարի չեք ողջունել։ Տեսեք, եթե ցանկացած ղեկավար եւ ցանկացած կուսակցության ղեկավար, ցանկացած խմբակցության ղեկավար, ցանկացած թիմի ղեկավար ինչ-որ հայտարարություն անում, ինչ-որ պահի քննարկվում է, ինչ-որ պահի քննարկվել է այդ եւ ես պահին վարչապետի այս ասած ինչ Նիկոլ Փաշինյանը հայտարարել ողջունել եք։ Այդպես չեմ կարող ասել, որովհետեւ չեմ հիշում։ Այդպես մեկը միանշանակ Իսկ վարչապետի բառապաշարը, որը օգտագործվում է, բովանդակությունը հասկացանք, որ վարչապետի բառապաշարը շատ մեղմ է, շատ մեղմ է։ Դոմփելը ի՞նչն է մեղմ։ Կներեք, այդ բառը շատ եք